Բարևներ իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Արդեն ես տանն եմ, աշխատանքից շատ շուտ եմ վերադարձել, իմ գործերով հասել եմ տուն, չեմ էլ փոխվել, լվացվեցի ու կարտոֆիլ եմ դրել վրան, պյուրե եմ պատրաստում, արդեն էփել է։ Պետք է ճզնի, չով, պետք է տրորեմ։ Ջուրը ամբողջությամբ քաշել է, ես տենց մենք տենց ջրալի չենք սիրում, ահա, հեսա յուղն էլ դնեմ վրան, մի կտոր նստենք, հաց ուտենք ու լիքը գործեր, հով ընգնի գնամ հողամաս, պյուրե Լիլիթը շատ է սիրում, մի փոքր յուղ եմ լցնում, ճիշտն ասած մոռացել եմ, աղել չէին լցրել ջրի մեջ, փոքր, աղ, Այս նոր կարտոֆիլի պյուրեն համով չի, այդպես եմ կարծում, նոր կարտոֆիլի ժարիտնը համով, խաշածը, խորովածը, բայց պյուրեն մի տեսակ դուրս չի գալիս, իրելի հետևորդները, ճիշտն ասած, մի փոքր տեսնեմ աղը, մի բուջուր էլ աղանեմ, ահա, Լիլիթ, արի, պյուրեն պատրաստ է, մնաց որ ուտենք, արի, Յատեք բարև ձեզ, մամեն աղպուր է, այո իմ աղջիկը մորալը շատ է սիրում պուրե ու համեմունքը վերցրեց, Ես իտես ինչ մեծ համեմունքը, հա, այնի վերջացրու նոր, հետ չկա, սպասի լցնեմ, բասի չէ, մայորիշ թասի, դե արդեն լցրեցի սրա մեջ, Բոզնա, ես էլ լցնեմ մի կտոր ուտեմ, մի քիչ տանման գործեր անեմ, որ գնամ հողամաս, դու հողամաս էդ հալը, շատ հեռու է, հողամաս գնալը շատ հեռու է, դպրոցի ճամփան երկար է ու կարճ չէ, Պրոցի ճամփանը ավելի կարճ է, բաչան մեջ ինչ երկար է, Ողջոյի ճամփոնը երկար հողամասի, բայց մաման չի հոգնում, հավեսով է գնում, ես սիրում եմ իմ հողամասի ճանապարհը, ոնց որ դու սիրում ես քո դպրոցի ճանապարհը, Չես խապում, չեմ սիրում, չես սիրում, բո, հոգնում եմ էդ համ դպրոց գամ, դասավորները, հետո երանի կտաս, կասես երնեք չէր, որ ես գնում էի դպրոց, 2 տարից էլ դպրոց չեմ ելնում, կասես երանի, Ինից ես հալու եմ, Ոյ, սիրելի հետևորդներ, լսում եք, չէ, Լիլիթը 9-ից 9-րդ դասարանից ուզում է ավարտի 9-րդ դասարանը, ուր գնաս, արիստեղ ասա, պետք է անդասեմ ուր գնամ, ուր ես գնում, ուզում է գնա Երևան, քոլեջ սովորի, հետո համալսարան, 2 տարուց կարես ասես պակակը բաղջում, 2 տարուց գնալու է և ես մնալու եմ, Ես կարաս գաս հետս, Չէ, չեմ ուզում, իմ վայքը, իմ հողամասը լավ է, պիտի մեկը աշխատի, որ համով ուտելիքներ սարքի, որ ուղարկի ձեզ, դուք էլ ուտեք, ամեն օր պետք է ուղարկես, հա, ես էլ լցնեմ ուտեմ, որ գնամ, համովա, համովա, դե ուրախ եմ, որ հավանեցիր, մի փոքր էլ ես լցնեմ ուտեմ, սիրելի հետևորդներս, Լիլիթ, այդ դուռը, դուռը տան փակի, գնա տան դուռը փակի, գիտեմ, համովես որ է ստացվով, բայց ինչի վատը պտի ստացվեր, որ Էդ բուրեն կերավ աշխարի ամեն համով, պյուրեներ,
Սիրելի հետևորդներ, ես լավաշ եմ սիրում, ինձ համար հատուկ լավաշ եմ առնում Եղեգնաձորից, քիչ թրջած, նոր մի փոքր ջուր ավելացրի, թրջեցի։ Լիլիթն էլ մատնաքաշ է սիրում, լավաշ չի սիրում, չի ուտում։ Ես էլ իմ հասարակ համեստ սեղանը ցույց տամ, ինչեր եմ ուտում ու մի քիչ տանն աշխատեմ, որ գնամ իմ հեքիաթային վայրը Հողամասը։ Ահա, հասարակ եւ համեստ, սա պյուրեն սիրելի հետևորդներս եւ սա թթվասերն է գնդեվազի եւ սա էլ լոլիկ ու ինչ եմ ձեզ ուզում ցույց տալ սիրելի հետևորդներս, սա երեկվա պղպեղներ ու սմբուկներ, որ խորովեցի, այնպես էլ ժամանակ չեղավ, որ յուղի մեջ սոխառածով տապակեր, ճիշտն ասած, պետք է գնայինք Հողամաս քեբաբ ուտենք, այդպես էլ չսարքեցի, պղպեղը բրդուճեցի, կերա։ Այո, սիրելի հետևորդներս, կրկին ու կրկին ես այս նույն ճանապարհով գնում եմ, գործից վերադարձել եմ ու Հողամաս եմ ուղևորվում, գիտեք, ամեն օր էլ գնում եմ, հողը շատ է, գործերը շատ, իմ տանջանքը շատ, որպեսզի տանջանքս չընկնի ջուրը, պետք է ամեն օր գնամ, խնամեմ, մշակեմ բույսերին, խոտ քաշեմ, ջրեմ, քախանեմ, նայած, որ պահին ինչ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ գործը ամեն օր էլ կա։ Եղանակը անպած է, սիրելի հետևորդներս, ահա արևը, ամպերի տակից ուզում է երևալ, եւ գիտեք, վատը այն է, որ մի կողմից վատը որն է, որ հենց ամպելա Հողամասի այդ վերևի հատվածից, որ մեր անձրևը հենց այդ մասը ամպում է, մեր անձրևը այդտեղից է գալիս։ Բայց մի կողմից էլ գիտեք շատ լավ է, հով, հավեսին։ Ես էլ կգնամ ու կարգին կաշխատեմ, Ամալյան էլ գործից վերադառնա, կգա կմիանա ինձ։ Սիրելի հետևորդներս, գնում եմ հովա, մի երկու կաթ անձրև կգա էլի, այնիշ պիտի թրջվեմ, որ կամ էլ արդեն գիտեք իմ թևավոր խոսքը, աղեմ հալվեմ, կամ բամբակեմ, որ թրջվեմ։ Կամաց եմ գնում, սիրելի հետևորդներս, ոնց որ սաս ձու դրածլն եմ ոտքերիս տակ, ասեք ինչու, էս պայուսակիս միջի, մեկ էլ էդ ջեբիս միկրոֆոն բանը չկտկտան, կամաց եմ գնում, բայց դա ինձ ձեռք չի տալիս, որտև ժամանակից է գնում, սաս ձեռքով բռնել եմ այդ միկրոֆոնը, պայուսակը, որ չկտկտա, գոնե մի քիչ արագություն վերցնեմ ես։ Այս ինչ լավ հով է, բայց սենց հով մնա, անձրև չգա։ Ես էլ վախեցա, ասեմ, էլի կտկտած բռնել եմ, դու մի ասա փայտ փորիկը բանի սյունի վրա, ստոլբայի վրա ծակծկում, որտ բլոճ է հանում ուտում։ Այդպես ոնց որ այսօր կտկտոցը չկա, պահել եմ։ Թրջումներն էլ հավեսին երգում են, սիրուն հավեսին, սիրելի հետևորդներս, գնամ, հասնում եմ գետ, սիրելի հետևորդներս, չնայած մի հատ ցելոֆան ունեմ, որ անձրևը գա, ես կարող եմ պատսպարվել, հովա, խոտ մոտ կքաշեմ, այս քանի օրա տեղից ասում եմ գնամ են նոր հեղած ճյուղերը, կտրեմ մասուրի ճյուղ, ամուղա, կտրեմ, բացեմ, մաքրեմ, ժամանակը չի լինում, քանի որ երեկա հագին ջուր արեցի,
եղանակն էլ հովա, խոնավա, գոնե այսօր այդ մաքրության հարցերով զբաղվեմ, մաքրեմ, տեսնեմ ինչ է լինելու, ինձ ինչ է սպասվելու։ Այդպես։ Նա ձեռքս նայեք, գրպանս սենց բռնել եմ, որ այն միկրոֆոնը չկտկտա։ Այ քեզ բան, առաջը տես չէր լինում, տեսնում եք, բարձրանում էին, ոչ մի ձայնը չէր գալի, թե ինչ է աջախորդությունները սկսել միանգամից կուտակվել ինձ վրա, չգիտեմ։ Հիմա ամենականաչ վայրը այս գետի բերաններն է, ափերն է, որ խոնավությունից կանաչ են, թե չէ սար, ձոր, ամբողջը դեղնել, չորացել են, անջրդի են դե, ջուր չկա, անջրդի են, պարզա որ կչորանան, այ հովին չես հոգնում, այս շոքին ես դիքը որ բարձրանում ես, չէ, հելնում ես ոնց որ մարդու մցնեն եղերման ջուրը հանեն, հիմա հովա, շատ հաճելի, նույնիսկ հաճելի սիրելի հետևորդներս և գնամ, լավ շատ էլ չխոսեմ, դե իմ գործն էլ խոսելն է, ասելն է, բացատրելն է սիրելի հետևորդներս, իմ խոսքն էլ դա է սիրելի իմ գործն էլ դա է, որ խոսեմ, ասեմ, բացատրեմ, լսեք դուք, ինձ էլ լայք եք պարտադիր, լայքում եք, ես էլ վայքում եմ դեռ, այս սարը որ բարձրանամ արդեն վայքից դուրս, հետևորդներս ես ընտրում եմ երկար ճանապարհը, իսկական ճանապարհը, այն որ հավես չունեմ բախվեմ օձերի հետ, սենց ճանապարհով հանգիստ իմ համար գնամ, բորդին, ահա մի օձ էլ հեսա, մենակ չքաշվի, գնաց, հենց դուրս են գալի ճամփեզրերին, բա, արդեն 2 հատ տեսել եմ, 2 հատ, արդեն 2 հատ տեսել եմ օձ, ամենահետաքրքիրը իմ հողամասի լորտուն է, որի բունը հենց դռան մոտ է, թե ակնթարթի, այդ արագ ոնց է տեղ գտնում, մտնում, անցք կա տեղ, են խոտերի մեջ է, մի օր կմաքրեմ այդ խոտերը, բունը կհանեմ ջրի երեսը, ստույ ինչ խշոց, մի բան իրան թապ գցեց, չգիտեմ է, դադամ, եկել եմ այս հատվածը փշատենու մոտով, գնում եմ, գոնե մի 2 հատ թութ ուտեմ, թութուտելով կարելի է գնալ, էլե կատվի ձյակեր է, սիրելի հետևորդներ, ինձ սիրուն են, պուպուշ են, վախեցան, ինձ տեսան, բա,
Հով զով հավեսին եղանակ։ Չգիտեմ, ես ապտիձենս կցեմ գլուխը ստեղ, ձենով ոհանի պես կանչեմ, գոռամ, ստուգեմ տարածներում ով կա։ Իհարկե, գիտեմ ամալը գործից հետո, 5-ից հետո կգա, սաթիկը չի գալու, ես եմ, ես։ Բայց դե ձենով ոհանի պես հեսա կկանչեմ, պոստերը ստուգեմ, մարդ մուդա, ինչա, ինչ չի, բա, ջուրանող, դե գիտեմ, որ մարդ չկա, թարս եկա հասաստե, արևն է դուրս եկավ, հիմա այդ աշխատելու պահը, պիտի գնամ նստեմ չաշխատեմ, որ թարս բանը ոնց ա լինում սիրելի հետևորդներս, այսենց, եկա հասա են շփանայի մեջ հողամասի համարյա ու արևը դուրս եկավ, քանի կար մտնած հով զով, երևի ես թողումա, չէ, էլ ինչ, էսյանը արդեն բացեց, էյան ամպ, դե ինչ անեմ սիրելի հետևորդներս, հասել եմ շոկ կրակին, ջուրանող էլ չկա, այսինքն մարդ չկա, մարդ պիտի լինի, որ ջուրանի, ճիշտ թերթյունյա, պու, որ ասմա, կու, պու, հոպ նասա, հոպ, չել ուզում, թռնի, ինչ ա պատահեք ես, ես թռչունի հետ մի բան կատարվում ա սիրելի հետևորդներ, վիրավոր ա, ինչ ա, թե հիմա ինչ, կամ էլ սրանց խասյատն ա այդպես լավ էլ թռավ, հասա իմ հողամասի տարածք, արևն էլ տվեց, շոկ մոկ, դե մի քիչ էլ կամանց գնամ, լորդուն բացակա է այսօր, տեղա գնաց է, հոյ, եկա հասաստը շոկը վրա տվեց, լավ էլի, գալուստ հողամաս սիրելի հետևորդներս, հələ տեսեք մի գիշերվա մեջ ջրից հետո ոնց մեծացան կոկոմեցիներ եկեմ ջրեն, խոնավ են ջուր չեմ անիստե, հաստատ այս մասերի մասին էլ չգիտեմ կմտածեմ, կարող է և չանեմ էլ խոտ քաշեմ, չեմ ան, տես երեկվա մաքրածս խոտերն ա քաշած, ահա, լոլիկները ոչինչ, թող մի քիչ տես ծարավ մնան, պարարտանյութ տամ ջրեմ, ուկլից անեմ, բա, հələ իմ ջազվեն նայեք է, կասեք նազո ամպույթ ես թողեցի երեկ այստեղ, վարունգները կարելի ա ջրել, հələ ես լոլիկները ոնց են մեծացել, շատ հավեսին մեծացել են, սիրուն կոկոմել են, ամբողջությամբ կոկոմել են, թռչնախ պարեց սիրելի հետևորդներս, լցրեցի չոր հողին ու բահով տվեցի բուկերը, ու տեսեք ջրել եմ, իշլավ փարթամացան, լավ է, ստե ծարավ են, սոխերը ծարավ են, կարելի է ջրել,
սիրուն, են էլ դտմիկա, կաբաշկայա, ուզումա ծաղկի, դե արդեն ես էլ գիտեք, ես թշնախմնա թթվածրած, տեսա էլ արդեն գիտեք, սիրելի հետևորդներս իմ տարածքն է, են էլ նոր կահույքը, ուրեմ այսօր գրել եմ նոր կահույք, վլոգը տեղադրեցի ու մեկը գրել է իմ հետևորդներից գրել են Նաշ ջան, վլոգը տեսա, բայց նոր կահույք չտեսա, սիրելի հետևորդուի ջան, այս նոր կահույքի մասին էր խոսքը, սա իմ հողամասի կահույքն է, սեղանն է, են էլ շորերն է, որ պետք են նստեմ, քամին քշել է, ստե ջուր կա, հեսա կլվանամ, մի հատ կոֆե կխմեմ, մինչև մի քիչ հովը կընկնի, ես էլ լվացք թափս, շորը լվացել էին, հենց թաց էր, երեկ բերեցի, գցել եմ այստեղ, թող չորանամ, այստեղ ջուր լցրեցի, այս շորը մի հատ լվանամ, այս սեղան մեղանը կսրտեմ, ջուրն ես ես լցնեմ ստե, Գցեմ ընդե ես էլ լվացք, թո չորանը, այդ սեղանը, ինչ է մնում, իհարկե, ես բաժակ-մաժակս էլ լվանամ, Են որ գործից եք է, կոֆե չէի խմե, հա, վայ, սերվիզին հերթը հասավ, սերվիզին, ես մաքուր ջուրա, ես սենց, ծախ չունեմ, գնամ ծախ բերեմ գամ, ծախն է դոր եմ բերել, սիրելի հետևորդներ, են չապարեն, այս չապրից կտրեսեմ, մի կյասեմ, ճարդեսեմ, մի կյասեմ, վերջում կտենամ, որ էլ ցանկապատ չապար չկա, ու կասեմ, ես լավ չեք ցանկապատ է, լավ ես ճուղը, բա, էլ կասեմ լավ ցանկապատ չեք արի, իհարկե սրանք ճիշտն ասած խանգարում են, որ անցնելուց ոնց էր մարդու աշկ մտնեն, դե որ մասն է խանգարումը, ես էլ էտի վերցում եմ, գալիս եմ, թարսա է, հասաստե, սիրելի հետևորդներս, ինչ եղավ, շոքը վրա հասավ, շոկ կրակ, ջուր կարելի անել ես մասը, հեսա կոֆեն խմեմ, պարքիմ հովը ընգնի, հենա լավա մենակ չեմ, սիրելի հետևորդներ, էլի մարդ եկավ հողամասը, Ամալիայի ամուսկով, հեսա Ամալյան էլ կգա, ես էլ կոֆեն խմեմ, ասնեմ գործերի, գրպանս թուղթ եմ դրել, բերել եմ, որ վառեմ, չնայած զանուցկի մոսկի կա, բա, քամին քշումա չի թողում, որ վառվի, հանգավ, բա ինչ արեց,
թարսը։ Սա սպահեմ ստե։ Մի վարկյան դաթարի, քամի, դու դաթարի, որ փայտերը վառվի, ես կոֆե խմեմ։ Ասեցի ու տենց է եղավ, հենա ոնց որ դաթարեց, փայտերն է վառվեց։ Վայ, աշկով տվի, լով, չի կարելի, բարակ ճուղեր դնեմ։ Հանգավել։ Ոյ, փշոտ ծառ եմ ընտրել։ Հեսա նկարելու սարքն է վերցելու թոլոզ մի ենկոմ քամին է, ինչից եմ խաբար։ Կոֆե եմ դնում։ Ինչ է փշոտ էր էսի։ Գոնե էսի ասա դիր վրեն, հետո կոֆե կլցես։ Համն ու հոտն էլ սիրելի հետևորդներս, այս կոֆեի մեջ է։ Մի հատ առավոտը խմե գնացել եմ գործի, ժամը 5-ն էր, դրեցի, խմեցի, այն որ էկատում բաժակն է դեռ սեղանին էր, վերցրի դրի տեղը, լվացարան է էլի, տեղը չէ։ Մի բաժակա չարժի հետ լցել։ Այս մանրերը թոմնա, խոշորները։ Լավ, վսյա։ Կրակն եղավ ասար կոֆելից։ Վերջ։ Թող վառվի։ Քամի։ Այս տերևները ինչ չոր խազալա էլ է։ Եռացել, փայտ դնելու կարիք չկա։ Դե կաղալնի, մոտս վորի, ասա դնում ես դիր, չես դնում մի դիր։ Ապլա, վերջը իմ արածն արեցի, դրի, միշքան պետ պիտուր կար, թողլնի, խմենք ու սկսենք, սիրունա, չէ, կանաչը կապույտի հետ միաձուլվել և այսպիսի գեղեցիկ պատկեր եմ ես մատուցում, ես էլ ինչ եմ ասում եմ կոֆեն եղավ, համեցեք կոֆե խմելու, սիրելի հետևորդներս եղավ, հերիք չի, մի հատ էլ եռում է, կեռա, կքռա, վերջ, բայ, էլի ճանջերն եկան, մի հատ ես տեսարան է նայեք, կացինը գետին և սուրճն էլ այս կահույքի վրա, նոր տուն կահույքների ցանց,
Թե նստեմ ու խմեմ եւ թող ինձ լայք են այն մարդիկ, այն հետևորդները, ում դուրը գալիս է այս տեսարանը դուք ինձ լայքում եք, սիրելի հետևորդներս լայք եք, տեսնեմ ում դուրն է գալիս, ով կցանկանար այս համեղ կոֆեից թափեցի սեղանի վրա, բա համեղություն խմեմ ու աշխուժանամ, ժրեմ, որ աշխատեմ։ Վերջն այս ինչ համով է։ Պաստորեն վերևում մեքենա կար, հենա մեքենայի ձայն եմ լսում։ Այդ վերևում Ծիրանի այգիներ կան, ճանապարհը սենց է։ Ամեն օր էլ գալիս գնում եմ, որովհետև արդեն սեզոնն է, որ Ծիրանը հասնի, ճիշտ է, վայքում դեռ չի հասել Ծիրանը, բայց նենց ոնց որ մի քիչ սպիտակ էլ է։ Ըստ կլիմայական պայմանների է հասնում, սկզբից Արմաշ, Արարատ, Արտաշատ, հետո նոր գալիս է վայք, բայց վայքի մրգի համը ուրիշ է, յուրահատուկ համ ունի, քաղցր, համը, հոտը, Այս խաղողի մովերն էլ երկարան, ճյուղերը լավ աճեցին, պետք է տենց բաներ, սյուներ խփենք, որ կապենք թարմա լինի։ Այն մեկի վրա ահագին կա, այսա տերանք մաքրտեմ։ Ջուրը կապեմ խթաներով, այդ վարունգ-մարունգներով թող ջրվի։ Ինձ ասում եք շուշուտ ես ջրում, այն աշջան, շուշուտ չեմ ջրում, հողը չոր է, եթե չոր է, արդեն բույսերը թուլանում են, իրենց ուժը կկորցնեն, մանավանդ այս շրջանը, որ դժվար են աճում ու շոգ է, պիտի ջրեմ, որ աճ նկատվի, սիրելի հետևորդներից, ես բազմիցս ասել եմ, որ ամեն մարդ իր հողամասի բնավորությունը լավ գիտի, անգիր գիտի, միտեղ խոնավ է կլիման ու շուշ են ջրում, մեզ մոտ չորային է։ Հիմա կասեք ամեն օր նույն բաները Նազո ջան, բայց ես ձեզ ներկայացնում եմ իմ առօրյան, իմ առօրյայի մեծ մասը կազմում է հողամասը, որը ես անտեսել չեմ կարող, ամեն օր էլ գալիս եմ, այս մառաժոն էլ նայեք արդեն ծաղկել է, գնդիկներ է տվել, իրա սերմերն է, անգնում է ամբողջ հողամասով տարածվում է այս մառաժոն, գրականը ծնեպեկն է, սիրելի հետևորդներս, հիմա ջուրը կապեմ, ոյ ինչ որ լավ մառաժո է, տես, էսի, ոնց Նազոն, ինչ քողի, մոսուրի քյոլի մեջ է, ահա, գցեմ են կրակի վրա, գամուտեմ, տեսեք ծնեպեկն էլ, ահա, միշտ լինում է, քանի կրակը կա, գցեմ մոխրի մեջ, էփի գամուտեմ էլ չկա, չէ ոնց որ ինչը լավն է, դոլոր, ավեսին, ասա Նազո շուտ տենայրել, բայց դե հենա կրակ կա, ինչ էլ լինի սենց, ոչինչ որ մոխիրը ասեմ, որ ստերիլ է, մաքուր է, ինչ էի ասում խոսքս կիսատ մնաց, ահա սա է իմ առօրյան, երեկ որ հատվածը չեմ հասցրել ջրել, այսօր պետք է ջրեմ, քշա, քշմշա, քշ, դուրը փակեմ, արջը չգա, ասեմ, որ ջուրը ահագին պակասել է, նոր գնաց են,
Արդը։ Բա։ Հիշում եք ասեցի, որ լոբիները չեմ ջացել էի։ Եկա վազվազ կտրեցի, լոբիները չհասցրեցի ջրել։ Լոբիները ջրելով գամ սիրելի հետևորդներս։ Մենակ ես ասեմ լոբի, տեսեք լոբու անվան տակ իշքան բան եմ ջրում։ Նազոյի խասյաթը չգիտեք։ Լոբի, բայց դե տեսեք իշքան բան եմ ջրելու հեսա։ Չոր, սոխերն էլ պետք է ջրեմ, բայց դե լավ էլ ոնց որ մեծացել են, աճել են սոխերը։ Հեսա հովն ընգնի, ջրից հետո ես ալաղները կքաշեմ, կխփեմ։ Ծաղիկ է ունեմ, Այստեղ ինչ եմ դրել, տեսնենք այդ բազուկները, ոչինչ, էլի բանա, էլի գոհ եմ, ոնց որ թե ուզում են ծլեն, այս մասը պետք է քո, այստեղ, դտմիկներ եմ գցե, բայց դե շոտո է, այս մի երկուսը հանենք, Ես է պղպեղի ծառնա, տեսեք արդեն ինքը ծաղկում է, իշքան ծաղիկ, այնքան ծաղիկ, իշքանի հա ծաղիկ, այդքան սև պղպեղ, սիրելի հետևորդներս, ահա, տեսեք իշքան է ծաղկելու հատիկները, հեսա սրան էլ մի հատ այդ մասը սիրուն կբացեմ ու մի քիչ գոմաղբ կլցեմ, թռչնաղբ կլցեմ, որ հատիկները խոշորանա, իսկ իմ հեղնար աղբյուրը ուր է հասել, հասել է, գալիս, թող գա, այսի երեկ դրեցի, պապկելը սխմեմ, թող ամբողջությամբ ծասկվի, խառնենք, տրորվի, Այս սելաֆոններն արդեն էլան սենց բաներ, սրա վրա էլ ջուր կլցնեմ, չորա, խոնավա դեր, փոխեմ տանեմ են մի քանի հատվածը, թող մի հատ սենց գնամ, մինչև բաստավարները, վայքի բարբարովա բաստավար, արտաշատին էլ բարայա, մինչև ուղեմ, այստեղից չեմ ջրել, երեք ուրախությունից մոռացա, սենց անեմ, հերթով, թող գա ջրվի, չէ, ստերանք էլ ես մարունգները, քո հորմատը կտրվի, էլի ես խոտ տեսա, կանգնեցի, կայնի կապեմ, թողա ջրվի, ձերքի հետ է քաշեմ, սիրելի հետևորդներս այն կողմը լոբիներով, կես պղպեղներով, բազուկով նորից ջրեցի և ահա այստեղ սոխերն եմ ջրում, սոխերին ինչ եմ արել, ինչ եմ լցրել, ահա տեսեք, օրգանիկ պարարտանյութ, հեսա ջուրը կապեմ, ջրի հետ սենց լուծվի, գնա ամեն մեկին մի փոքր լցրել եմ այսպես, քիչ,
Հով իրար եմ տալի, որ այդ թռչնախտը լուծվի ջրում։ Բոլորին էլ հասնի, հետ էլ այդ թռչնախտի վրա տեսակ լոլիկները ինչքան է մեծաց է, էլի կբերեմ, ահա, ինքը լուծվեց ու գնաց, որ սոխերը լավ աճի, ես էլ կտրեմ, տեսնում եք, չէ, այստեղի հողը ինչ քարքարոտ է, քարերի ձայնը լսում եք, չէ, դրա համար է ավազոտ հող է, դրա համար է շուտ է չորանում, սոխն էլ ասեմ, որ ավազոտ հողի մեջ է սիրում աճել, ինքը ավազոտ պետք է լինի։ Եվ հիմա սիրելի հետևորդներս, ես այս թռչնախտից վարունգներին էլ եմ մի փոքր լցնում, լավ խառնեմ, որ տրորվի, ամեն մեկին մի քիչ, Այս վերևից կամ ովքեր թռչնախտ գոմաղ տալիս են, գիտեն, ես թթվելուց հետո ինչ հոտ անգնում, ահավոր է հոտը, հիմա ովքեր տվել են կպատկերացնեն, բայց դե պարարտանյութ է, վերջ, լծվեց է, պատկերացնում եք սիրելի հետևորդներ, շոգն ու հոտը միաձուլվել են, ինչ է կատարվում այստեղ, ահա, հիմա այսպես կանեմ, որ սա լուծվի, բահով իրար տամ, կոշտեր չմնա ու ինքը ջրի հետ խմխմելով կգնա, ստեղ էլ է լցրեմ, խմխմելով թող գնա, որ վարունգները թափավորվեն, աճեն, խոտը մոռացա, խոտի մասին մոռացա, որ քաշեմ, ահա, այնքան է արագ է լցվում, էդը լցվեց, թող գնա, վայ, բահովանը, եսի ոնց որ մի քիչ եմ լցը բերեմ, ջոկողություն եմ արել, այստեղ քիչ եմ լցրել, այ,
Բա այսպես անենք, թող լուծվի կուշտ չմնա։ Օրինակ ձայն եմ առնում, կարողա թռչունա, ինչա, ոնց որ մի կենթանի ուզենա գրոհ անիստե, գրոհ։ Կամի, Էս էլ լծվեց։ Ես էլ ինչ եմ պարապ, ես ջրի արվի միջի խոտերը քաշեմ, վաղմիսօր կլնեն մարդաբոյ, կփակեն, ամեն անգամ այսպես քաշում եմ, որ չքաշեմ, գիտեք ինչա կատարվելու։ Ես էլ մի հատ իրար տանք, ես էլ եմ քիչ լծե, հեսա թող մի քիչ գնա էլի բերեմ։ Մի քիչ տոնեմ։ Ահա։ Եվ վերջ։ Ու փակում եմ։ Այ։ Ես էլ իրար տանք։ Ինչպես միշտ լիքը խոտեր։ Եվ մնաց վերջի վարունգը, որ ծլի, ասում եմ ջրվի, կանեմ ասե ծլի, այս խոտերն է սենց բահով խպենք, ուջուրիկ խոտեր են, որ վաղագամ ինձ բարև չտան։ Սիրելի հետևորդները, ջուրը դրել եմ այս լոբիների վրա և մալինաներն այնտեղ էլ ու ձեռքի հետ էլ ես խոտ խլուշներն եմ քաշում։ Իհարկե ենքան եմ արդեն են կոմը քաշել, մաքրել, հեսա գնանք ցույց կտամ, բայց դե սիրում եմ, որ մաքուր լինի, խոտ չլինի, ահա մի հատ տեսեք ինչ է լավ սամիթ ստեղնգի աճել, բախտի աճածները ավելի լավն են, ես լոբին էլ անփետ լոբի է, չէ փայտով է, պետք է փայտ էլ խփեմ սրանց, հեսա, հետ մի երկուսն է կքաշեմ, հեսա դնում եմ մալինաների վրա, լավ ջրվի, որ յութեղ մալինա լինի, այստեղ տեսեք ինչքան խոտ եմ խփել նորից, եմ մասնել ու այս հավեսին դդումներն են ջրվում, ես սենց մարգը ուզում եմ սենց իմ արևին լայնացնեմ, այս սենց լայնացնում եմ, մաքրել եմ սենց խմխմելով, որ գնա, բահով էլ այս սրանք, բահով էլ ես, համ բահա, համ մանգıra, սենց կոլոնեմ այս խփած խոտերը, թող ակուրատնի լինի,
Այստեղ սենց անենք։ Դդումների արանքը իչքան խոտ մոտ կա քաշել են, որ չծլեն, թողեն, որ սրանք էլ աճեն։ Այս մալինաները այս տարի դե տնկեցի, տեսնում եք, իրանց վրա կան, ծաղկել են։ Այսինչ որ անում եմ, սիրելի հետևորդներս խմխմելով ա գնում։ Այս պուճուր խոտերը գիտեք, չէ, որ չքաշեմ, անընդհատ քաշում եմ, որ չքաշեմ, սրանք էլ մի 2 օրից կլինեն 100 մետր։ Ստե ինչ։ Բայց դե ձեռքս գցելուց զգուշ եմ, նայում եմ, հենց մեզ չեմ գցում էլի, ինչ իմանաս, օց, մոց, մարդ եմ կաղա, ես է չտեսնեմ։ Բահո, որ խպում եմ, ահակին նոքրվում է, քոքերից հլնում է։ Ես է սենց։ Ես մասուրի ճուղմուղն է։ Լավ էլ եղավ։ Մի դույլ խոտ նորից։ Հեսը լավ ջրվեց։ Всё։ Մաքուր, մաքրեցի։ Լավ էլ աճել է։ Հետաքրքիր դդումի տեսակ է, հետևորդուիս է տվել, ահա, ես թվում է լավը կլինի, այսքան է խոտ, կոլոն, մի հատ էլ կապեմ մալինաները, այստեղից է իրա տեղը, փակեմ, թող դեպի այսինչ մալինաները գնա, սրանք հետո ջրվեն։ Մեջերը տեսեք, փշոտ մոշեք, ահա, այս պիտի կտրվի, այսի թող մնա ամուսնուս գործ կա, ճուղ բացի արդեն ուշացրել եմ կտրի, ես անզոր եմ, հիմա կասեք սուտ թե անզոր ես, այստեղցի ծառի վրա էլ կապեմ, թող էսը ջրվի, սենց ստեղից բացվի, այդում ուր ես այդում, հա, այս էլ գնաց այստեղ և այս ցելոֆանը դատարկում ենք այստեղ։ Ես էլ սենց լվանք
Եվ դնենք, որ նորը լցենք։ Այստեղից պրծանք, ես մի թաշտից։ Ապլա։ Այս է սա։ Ես բացեմ, որ գնա այն վերջի խթաները ջրվի։ Ահա։ Ոյ։ Այս մասերն էլ խոտերը մաքրեցի սիրուն։ Ես այդ թաշտի մոտ էլ բահով բան կանեմ, կմաքրեմ։ Ահա, վարունգներն էլ եմ մաքրել, տեսեք խոտ չկա։ Ու գնացինք։ Հատ այստեղ ասենց մաքրազարդ եմ։ Նեղվերս խառնվում է։ Էլի բահով սենց անում ես, որոշ ժամանակ մաքրվում է։ Դժվար է մի ձեռքով անել, մի ձեռքով նկարել։ Ես եմ մի հատ սենց բերեմ, որ երևա։ Վայ։ Մաքրությունը լավ բան է։ Ավել եղավ սիրելի հետևորդներս, թո ջուրը գնա, այստեղ էլ եմ ուզում ցուցադրել, որ այս բազուկի այս մասերը ցանկապատի տակով էլ խփեցի ու այս պղպեղին հավի թռշնախ տվեցի, հավի ծրտ տվեցի, սիրուն բացվեց իմ այս պղպեղի ծառը, սև պղպեղի, ասեմ, որ գնել Եղեգնաձորից, մի հատ տատիկ էր ծախում, ինչ ծառ էր ասես ուներ, սա իր մոտից եմ վերցնել, սա էլ խնձորի ծառ է, սիրուն է, չէ, իսկ թվում է լավ կծաղկի, այսպես, 1000 դրամ եմ վերցրել, արևա ծաղիկները, ծաղիկ էլ ունեմ, վարունգներով, լավ, սենց ցուցադրելով, սենց գնամ ջրի հետևը, ջուրն էլ ուրա, ես սա ջուրը, այստեղ այս մոշերի, բաստեղի բարեխները իշքան եմ կաշել, այստեղի մոշերս էլ է ծաղկե, դրամ ջրում եմ, ծաղկեր, չծաղկեր, ջրելու է, այսպես գալիս է, գնաց, այսպես լոլիկների կողքով է մոշերը, Սա էլ իմ այսօրվա հողամասի պատկերը, այստեղից ես
Էլի խոտ տեսա, ձենս կտրվեց։ Քաշում եմ ու խոսել ես դադարեց։ Այստեղից բացում եմ թող թթերը գնա ջրվի, մինչև կջրվի նազոնը խոտերը կալաղի ստեղի։ Это. А это. Ага. Ага. Թող լավ գնա երկու թթերի վրա էլ գնում։ Ես էստեղի բարեխ մարեխները նորից քաշեմ։ Ստեղ էլ եմ արևածաղիկ գցել։ Էլի հենց է լավ այս բարեխները ոնց որ գիտեն հենց իրանց ենք հատուկ ջրում հենց լավ աճում են մոշերի անվան տակ իրաքել են սնվում ստեղ էլի խթաներս են լավ է լցվեց հիմա կտրեմ փակեմ խթաների վրա Ուզում եմ մի քիչ այս հողը սենց բացել, որ տենց խմխմելով գա, արագ չգա։ Տենց արագ գալիս է, ջուր լավ չի խմում։ Այսենց շատ լավ է։ Լայն լինի, որ լավ խմելով գա։ Տեսեք, այսպես լայնացրի, որ խմելով գա։ Ես այս եգիպտացորեններն էլ եմ այդպես անելու։ Այսինչ անենք համե բուկլիցը քիչ դժվար է էլի որ գա դանդաղ դժվար որ ուղղելով լցվի այնքան աշխատեցի շունչսը փչեց Շունչս փչեց։ Ահա, նայեք ինչ լավ ասեց։ Դե թող ժամերով գա։ Դե լավ է։ Ամալյանը եկավ։ Հենա։ Ոյ, այնքան աշխատեցի հարակյաթից ընկա։ Ամալյանն էլ եկավ։ Այս երկու զոլը սիրելի հետևորդներս երկու զոլը դատարկ է։ Ինչ բերեմ տնկեմ։ Ջուր, մուր, խոտ, ամեն ինչ էլ անում եմ։ Բա, վայ, վայ, վայա։ Ջուր, մուր,
ամեն ինչ հողամասի համար։ Ինչ չեմ անում, որ լավ ինքս ինչ չգովեմ։ Մի հատ էլ տեսեք այս եգիպտացորենը ինչ լավ խելք արեցի, այսինքն լայնացրեցի, սիրելի հետևորդներս, որ ջուրը այսպես խմխմելով գնան, ես դնում եմ վզալ են գնում ու չի խմխմում սա։ Հե։ Ինչ։ Հեսա կեթանք։ Հեսա կեթա։ Սիրելի հետևորդներս այնպես չի, որ խոտերնել են տգեղ, սա իհարկե խոտ չի, սա այն կարմիր ծնեփեկն է, մառաժոն է, ինքը նայեք ծաղկել է, սիրուն փաթաթվել ու սրանք սերմ է տալու գնդիկներ, թափվում է ու շատանում է, շատ սիրուն է, նայեք, ընդհանուր, սա էլի խոտ է, անպիտան ծաղկում է, ոնց որ բամբակ լինի, բմբուլներ է տալի, բայց դե որ սս նայում ես սիրուն բույս է, փաթաթվել է ցանկապատին, կախվել, բույսը են էլ մասրենին է, և ես էլ ահա ոլորների վրա էլ տես արեցի, դե ոլորներն էլ փխրեցրի, ես մի լոլիկը չհասցրեցի, բացվեց գնաց, բայց ես մյուսներին այսպես վար եմ անում, բահով չեմ ջրում լոլիկները, թող մի քիչ խեղճանա, 2 օրից կգամ կջրեմ, թռչնախ կտամ, կջրեմ, այս անգամ բահով եմ անում, հողը վերցնում, լցնում եմ բուկերը, որ լավ լինի, լավ, գոնե էսի մի հատ, ես մեկը սենց անեմ, որ լավ աճեն է, թու ուզում են մի քիչ ջրեն, ենքան բզբզի հելը չաճեն, ահա, էսի մեկը, սա մեկ, սիրելի հետևորդներս, այնի ջուրը եկավ, թող ջրվի են մեկը, ոչինչ, ու գնում եմ կտրելու, գնամ կտրեմ, վերևը լոբի մոբի ունեմ ջրելու, մոռացել էի, սրանք ջրեցի, սոխերով, այստեղ ես լոբիները բացեմ, սենց ջրեմ, մոռացել եմ, ես էլ մտածում եմ, թե պրծել եմ, ինձանից գոհ դանդաղ գործ եմ անում, դու մի ասա, ես վերևի մասը ինչպես միշտ հերթը հասնում ասրանց, մոռանում եմ, մյուս ջրին կարելի է, մյուս ջրին սիլիտրա տալ ես լոբիներին, այստեղ հողը բարձր է, ասենց լցենք մկերով, դանդաղ թող գնա, այսօր էլ խելակ աշխատեցի, են էլ իշքան աշխատեցի, որ կադրից դուրս, են նկարահանումից դուրս, իշքան բարեղ, իշքան գործ, իշքան բան եմ արել սիրելի հետևորդներս, որ սենց նկարելով գնամ կտեսնեք, ինչեր եմ արել, սոխերը են օր ալաղեցի, նայում եմ նորից մեջերը, փոքր խոտ էր, այս լոբի ես մասը, հենց հողերը կարելի է, որը բարձր է սենց լցել, թող ես լոբիներն է լավ խմխմելով գնան, լցվեց,
Վերջ։ Նայում եմ մտքիս մեջ ասում եմ լավ վաղը չեմ գա հողամաս, բայց բացվում է վաղը, բայց երբ որ գալիս է վաղը, Նազելին հլնում վազում է հողամաս։ Ասում եմ գնամ 1000 գործ կա, Հիմա որ գիտեք այսքան աշխատեցի վաղը գամ գործ չի լինելու, այն էլ ինչքան գործ է լինելու։ Շատ գործ։ Շատ։ Ահա այս մասերն էլ։ Այս բամյանները, ոյ, ճոնջը մտավ ոչկս։ Չեն է թողում տնաշենները, մերկու բառը արտաբերեմ։ Այս էլ լցենք, սենց շատ լավ է, ես վերևի մասերը բարձր են, բամյայի նման խոտել կա է, նայում ես, ոնց որ թե բամյա լինի, եբ կլինի բերքու բարիքը հողամասի, որ կաղեմ տանե, տուն ուտենք, հոգնածություն, կմոռանանք, Կլվլալ են էթում աստե, շատ արագ է գնում, հավեսին, արագ, և ես արագությունը կասեցնում եմ, ես էլ ջուր անողը չէ, ելի, բայց դե տեսեք աշխարի ջուրն ու գործը արեցի, աշխարի, խթաներն են ջրվում, հավեսին եղել են, եկավ, հասավ, վերջ, գնամ փոխեմ մյուս զոլին, և եկավ են վերջի պահը սիրելի հետևորդներ, որ պետք է գնամ կտրեմ, ես բաժակ-մաժակը լվանամ դնեմ իր տեղը, մի քիչ ձեռքերի ջուր, և այստեղից 2 րոպե ուզում եմ սենց անեմ, գնա այդ խաղողներին, ահագին ժամանակա չի ջրվի, այդ մյուսները ջրվել են, էսի, էսի, սենց անեմ, թող գնա, ահա, խաղողներս չի ջրվի, ես ոնց չկապեցին, ոնց է երկորե հլստե, երկորե հելը, ես սաղ կապելու է, նամ ջուրը պակ է, բրծա, այսօր, հե, եկա, պակում եմ գա, Ամալյան է կանչում է, ասում է յարեթայ,
Գալիս է ջուրը։ Հա, բա ինչ անում։ Ահա, փակվեց, կտրվեց, Ամալյանը կանչել, ասել յարեթայ, ես էլ պտի լսեմ Ամալին, ոյ սաղ ցեխ եմ, մի հատ լվացվեմ, չի պահնա, ձերքերս լվանամ, դենս թապ, մապ, ցեխ, մեխեմ, ոչինչ, ես էստե ծաղիկներ ունեմ, վերցնեմ իմ զարյադշնիկը, ահա, Այստեղ որդներս գնում եմ տուն, իմ գործից վստահ, իմ գործից տենց լավ ուրախացած տուն։ Գնում եմ տուն։ Դե ինչ սիրելի հետևորդներս, ինձ մնում են ձեր լայքերը ու բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք սիրելի հետևորդներս, գնահատում եք իմ աշխատանքը, սիրում եք, մեծ հաճույքով եք նայում, ապա ինձ նվիրեք ձեր լայքերը, դուք լայքում եք, ես վայքում եմ։ Շատ լավ աշխատեցի, հիմնական արդյունքը պետք է անպայման ցուցադրեմ ու գնամ։ Սոխերով, սոխերը լավ մեծացել են, ահա, այստեղ վարունգներն են նույնպես մեծացել են, ես զոլերի գլխներին արևածաղիկներն են մեծացել, դեղցերի տակ դդմիկներ, այստեղ էլ լավ մաքրեցի, պղպեղի ծառը տեսեք ինչ բացվեց, սիրունացավ, սա էլ դե իմ կեռասի ծառն է, բայց չի բռնել։ Այստեղ կիսատ թողեցի ես այս լոլիկի վար դնելը, գնում եմ տուն, ոչինչ։ Վաղը կգամ կանեմ տերնում եք, հետո էլ ասում եմ վաղը չեմ գալու։ Կարտոֆիլներս 3 եմ ջրել լավ, լոբիները այսօր ջրեցի։ Այստեղ վարունգները, խթաները, սրանք դե 3 էի ջրել, կարիք չկա մի 2 օր ջրելու։ Հե! Եկա! Չեխական դուրս փակեմ, էթանք։ Այսպես սիրելի հետևորդներս, չգիտեմ եսի կարող է ինձ խանգարի։ Եվ վերջ, Ամալ, արի գնացինք, ես պրծա, արի, կանչիր եկամ, արի, իրուն են չէ, ես դաշտի ծաղիկները, խոտաբույսեր են սրանք, պիտանի, առողջարար, օգտակար։ Եվ գնացինք։ Ինչ արեցիր, Ամալիա հողամասում, հասցրեցիր գործանել, չէ, վայ, թրանգարուն, բան, գրպանս եմ հազիվ պա է, որ կտկտոցը չհլնի։ Привет, привет, Ամալիա։ Գնացինք։ Գնացինք։
Լոցնա էսա։ Օտիկը։ Էսա։ Հլա։ Իրա։ Հլում են դուս ճամփի եզրերը։ Այն որ մեզի վախցնեն։ Չգիտեմ, վախեցնելու համար են։ Բա, այն օրը, որ են քասար ճամփա կա, համար, 4 սատ լորտու ունդեղ էին, հեշ ճամփի բերանը, 4 սատ, դրա համար ընես չեմ եթում, մի ամիտ որ չեն թրնում վրատ ոտերիտ, են մի օրը մեկը թրավ էլ ոտերիս, չեմ եթում, ճանապարով եմ եթում գալի, Ամալյա, կել, արի, Թութ ենք ուզում ուտենք, իրելի հետևորդներ, լավ եղեք, բարի գիշեր եմ ասում բոլորիդ, մենք էլ գնանք տուն։